Խմբակային դիմանկար կտավը, որը պատկերում է 15 արվեստագետների, այժմ գտնվում է Տրետակովյան պատկերասրահում։ Կտավի հեղինակն է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, պետական մրցանակների դափնեկիր Դմիտրի Նալբանդյանը։ Կտավում նկարիչը պատկերել է հավաքույթ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բնակարանում, որի ներկային հայ ստեղծագործ մտավորականության հիմնական ներկայացուցիչները, այդ թվում գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ։ Խմբակի հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում, Թիֆլիսի Բերբության փողոց համար 50 տան ամենավերին 5-րդ հարկում, Վերնատանը։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը իրար տեսնելու և զրույց անելու, իսկ այսօր մեծարվեստագետները հանդիպել են։ Նրանց նշանաբանն է Այստեղ հավաքված ամեն ոք իր սիրտը բերել է Վերնատուն, խոսելու, մտածելու, ստեղծագործելու, բայց միթե միայն բառերով ենք ապրելու։ Իսկ ինչ առաջարկ ունես, ջան Հովհաննես, կտավից ու գրքից բացի, ո՞նց արտահայտենք։ Գործով, եղբայր, մեր գիրը պիտի ճանապարհ հարթի, դեպի ժողովուրդ։ Բայց մեր ժամանակները չեն ներում միայն գիրով խոսել, մեր ժողովուրդը պայքարի մեջ է, մենք դրա համար լույս պիտի վառենք։ Մենք արդեն վառել ենք եղբայր, բայց այդ լույսը չպետք է միայն այս պատերի մեջ մնա։ Մեր կտավներն ու գրքերը խոսում են, այստեղ մարդիկ լսեն, տեսնեն, զգան մեր պատմությունները։ Վարկես, ընդամենը 25 տարեկան ես, բայց արդեն հասցրել ես արևելագետների արշավախմբի հետ մեկնել բարձրացման։ Այո, տպավորված եմ արևելքի շռայլուներով, ահա այդ ճամփորդությունից հետո ծնված իմ ստեղծագործությունները։ Էկզոտիկ զգացմունքային ոճը համադրել ես գերմանական ակադեմիզմի հետ։ Շնորհակալ եմ Վարդապետ։ Ահա ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի նշանակալի իրադարձությամբ։ Կաթողիկոսի կողմից օրեր առաջ նամակ եմ ստացել, որտեղ գրված է, որ ես հրավիրում եմ մեջմիածին, դասավանդելու նկարչություն և քրիստոնեական արվեստի պատմություն։ Իրանալի է։ Արդեն աշխատում եմ քրիստոնեական արվեստի պատմության ուսումնական ծրագրի վրա։ Գրեթե ավարտում եմ և պատրաստվում եմ մոտ օրերս մեկնել էջմիածին։ Ապրես Վարդկես, իհարկե, հայրենիքը մեծ խոսքերով չեն սիրում, հայրենիքը սիրում են, անզորած նվիրումը։ Ես գտնում եմ, որ արվեստը պետք է լուսավորի ոգին ու սիրտը, ինչպես արեգակի երկիրը։ Այո, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել արդեն վաղուց ասված է, կնշանակի ստեղծել։ Սուրենյանց, քո ստեղծարար ոգու ուժով, արվեստը պետք է թևածի էջմիածնի սաների շրջանում։ Եվ հիրավի, որ մենք կանգնած ենք խոշոր, գուցե ճակատագրական գալիքի առջև, կամ համակալ ընթանալ ժամանակի հետ, կամ կուլ գնալ դաժամրցակցության։ Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել։ Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին։ Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին։ Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն, այնպես նոր չեն մեզ համար դա ու դառնություն։ Բաբելոնն է եղել մեր Ախոյանը, տես, անհետ կորել, անցել է չար մշուշի պես։ Ասորիքն է եղել մեր թշնամին, ահա, դաշտ է տեղը և չկա քար քարի վրա։ Ամրակուռ է մեր հոգին, դարերի զավակ, շատ է տեսել մեր սիրտը, ավեր ու կրավ, շատ է տեսել երկիր իմ ցավ ու արհավիր, լաց այնտեղ ամեն երկ և ողբ ամեն գիր, գերված ենք մենք ոչ ստրուկ, գերված մի արծիվ, չարության դեմ վես սիրտ միշտ վատի դեմ ազնիվ, բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, արքայական խոսքը մեր կմնա հավեր, չի հասկանա ձեր հոգին և ծույլ և օտար, տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար, Եգիպտական բուրգերը փոշի կդառնա, արևի պես երկիր իմ կվարվես վարման, որպես փյունիկ կրակից կելնես նոր գեղեցկությամբ ու փառքով վար ու լուսավոր, արիացիր սիրտ իմ, ել հավատով տոկուն, կանգրիր հպարտ,
որպես լույս լեռն է մեր կանգուն։ Ապելուս քաղցրեն բերնել քեզ համար, զգա, որ դու կաս և լինել լրում, երկրպագել քեզ առանց սիրվելու, իրազել միշտ քեզ, լինել քեզ օտար։ Տերյանը մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և սերը, և հայրենիքը, և լեզուն։ Նա թարմացրեց հայ պոեզիայի և նյութը, և լեզուն։ Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնա, որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային գրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ։ Իջնում է գիշերն անկութում մթին, և այգը բացվում դառնում ահավոր, բայց հրկես հոգիս մորմոքում այս տոտ, հավատում է դեպքո առավոտին։ Երեքչի առաջի օրը Թիֆլիսի Սոլոնակ թաղամասի սրճարանում է, և ներս մտան զորավար Անդրանիկ Լուգրով Վահան Թոթովենցը։ Ինչ մեղքս թաքցնեմ, բավականին գինովցած է, հիմա էլ որ կհիշեմ, կամ չնամ իմ արածել։ Բոլորը հարգալից լռեցին, ապա հարգալից ողջունեցին զորավարին, իսկ ես բացականչեցի. զորավար, հրկեց իր Արևմտյան Հայաստանը, ինչին հետևեց զորավարի գետնին տապալող ապտակը։ Պատմում են, որ մորաքրոջս տղան, դերասան Հովհաննես Աբելյանը ներեխություն է խնդրել զորավարից, կատարվածը պատճառաբանելով իմ հարբեցությամբ։ Հովհաննես, այս պատմության մեջ ամենացավալին կլինի այն, որ ինձ ճանաչող մարդիկ գեթ մեկ վայրկյան հավատան, որ ես ընդունակ եմ թուրքահայ եղբայրներին վիրավորելու, որ ցանկացել եմ վիրավորելու մի թշվառ ժողովուրդ, որի վշտերով եմ ապրել 40 տարի, բանտ եմ նստել, աքսորվել ու անվերջ հալածվել։ Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն է, կարողանար տեսնեն, գնահատեն ու պաշտպանել իր ծնած ուժերը։ Երեկ ես գիշերել եմ Հովհաննեսի տանը, ուշ գիշեր էր, երբ պատրաստեցին քնելու։ Հովհաննեսը լամպը ձեռքին կանգնեց անպողրուս մոտ, ասելով. «Այ տղա, շատ մի տխրիր, վերջը լավ կլինի։ Հայ ժողովուրդը ավելի ծանր է տեսել։ Մի հուսահատվի, էս եք անցնի։ Ավակ ընկերոջս լավատեսությունը հավատը հայ ժողովրդի լուսավոր ապագայի հանդեպ։ Վարակիչ է, ոգևորող, միայն այդ խոսքերից հետո կարողացա թեթևացած քնել։ Վաղուց թև իմ հայացքը անհայտին է ու հեռվում, ու իմ սիրտը իմ մտքի հետ անուններն է թափառում, բայց կարոտով ամեն անգամ, երբ դառնում եմ դեպի քեզ, մխկտում է սիրտս ամբեր, քո թարանչից աղեկես, ու գաղթական զաբակներից լուրջ շարքերից ուժասպար, և գյուղերից, և շեներից, տխուր դատարկ ու խավար, զարկված հայրենիք, զրկված հայրենիք, խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար, տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավար, ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի, ավարներով, ավերներով, խնջիքներով արյունի, որ դարձին քեզ մշտական սև ու սուքի մի հովիտ,
Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի, կանգնած խոհուն, խորթավոր ճամփի նորի ու հնի, հարաճանքով սրտի խորքից խոսք ես խոսում Աստծո հետ, ու խորում ես խորին խորհուրդ տանջանքներում չարավետ, խորում ես դու այն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհքին, ու պիտի դառնաս այն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին, հույսի հայրենիք, լույսի հայրենիք, ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վարհակած, հազար լուսապայծառ հոգիներով ճարակած, ու երկնահաս քո բարձրուքին, այրատի սուրբ լանջի, կեսաժպիտի շողերը պիտի ժպտան առաջին, ու պոետներ, որ չեն պղծել իրեն շուրթերն անեզքով, պիտի գովե քո նոր կյանքը, նոր երգերով, նոր խոսքով, իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք։ Հովհաննես, ուզում եմ պատմել մեր անի այցը։ 1901 թվականի սեպտեմբերին Թումանյան Աբաստմանից, ուր մեկնել էր բուժման նպատակով, գալիս է Ալեքսանդրիապոլ ու հանդիպումից։ Որոշում ենք գնալ անի։ Անին ներշնչանքի աղբյուր է ինձ համար։ Դուք բոլորդ էլ լավ գիտեք, որ ես ինձ համարում եմ Անիի քաղաքացի։ Մեզ միացավ նաև բանաստեղծ Հովհաննես Կոստանյանը։ Երբ մոտեցան քաղաքի ավերակներին, Թումանյանը լուր, ուզված, հայացքը առելով քաղաքի պարիսներին, առանց բառ արտասանելու արագացրեց քայլերը։ Երկար շրջեցինք մայրաքաղաքի ավերակների միջով։ Երբ արդեն մտնեց, քայլերն ուղղեցին դեպի բանավոր բնակարանը, որը միևնույն ժամանակ այցելուների համար իջևանատուն է։ Ու հանկարծ մթության մեջ ճչի հետ մեկտեղ կրակոցի ձայն լսվեց։ Գնդակն անցավ ուղղակի երեքի սառչևով։ Պատահականությունը կարող է ճակատագրական լինել հայ գրականության համար։ Պարզվեց, որ վանահայրը բացակա է, եւ ծառան վախենալով թե եկողներն ավազակներ են, դիմել է անտեղի ինքնապաշտպանության։ Հուզված եւ շփոթված այդ պահին ես նկատողություն եմ անում, ասելով. «Տո, մի գյուլով երեք բանաստեղծ պիտի սպանեիր», իսկ նա ամենայն անտարբերությամբ պատասխանում է. «Լավ պրծակ, ձեր վերջը չէր եկել»։ Արարատից էր կատարին դար է եկել, վարկյանի պես ու անցել, անհունթվով կայծակների սուրն է բեկվել ադամանդին ու անցել, մահախոճապ սերունդների աչքն է դիպել լույս գագաթին ու անցել, հերթը հիմա քոնն է մի պահ, դու էլ նայիր սեկ ճակատին ու անցիր։ Կանանք
կարոտել բնական գույներն ու անհավասար հորիզոնը։ Այո, մի քանի օր առաջ վերցրել էի նկարակալս ու գնացել Ալազանի դաշտավայր։ Այնքան էի կարոտել այդ տեսարաններին, որ չկարողացա նկարել։ Ես գնացել էի արևածագը նկարելու նպատակով, բայց բնության հրաշալիքը այն աստիճան ազդեց ինձ վրա, որ ամեն բան մոռացա։ Իմ կյանքում միևնույն բանը կրկնվել է հաճախ և կրկնվում է այժմ էլ։ Նախապատրաստված գնում եմ որոշ կողմ, էտյուդ նկարելու, բայց երբ հասնում եմ ցանկացած տեղ, երբ իմ առջև բացվում է սքանչելի տեսարանը, ես այլևս անկարող եմ լինում վրձինը շարժելու։ Նայում եմ ապշած և չեմ կշռում։ Վերջապես, վերադառնում եմ տուն, դատարկ ձեռքով։ Այնուհետև արհեստանոցում, հրճվանքով, հիշում, մտաբերում եմ տեսածներս, դիմում վրձինի օգնությանը։ Իդեպ, օրերս Թիֆլիսում բացել եմ իմ առաջին ցուցահանդեսը։ Եթե չլիներ արվեստագետի աչքը, մարդիկ շատ բան չէին կարող տեսնել, կամ տեսած լինել։ Խորհրդածություններից մեջ այն միտքն է ուզում տարածել, ինչ որ պահանջում էր նորագույն մանկավարժությունը։ Դե մարդուս բարոյական, մտավոր և ֆիզիկական կողմերի զարգացման մեջ պետք է ներդաշնակություն լինի։ Ժողովրդի բարոյական վիճակը նրա տնտեսական վիճակից կախում ունի, իսկ տնտեսական բարեկեցությունը նրա համայնական սեփականությունից։ Յուրաքանչյուր դպրոցինքից պետք է լինի արհեստանոց։ Թշվառը այն ազգը, որ չի մեծարում դեսուրջին։ Եթե աղջկանց դաստիարակության մեջ ձեռագործությունը անհրաժեշտ հարկավոր է համարվում, որքան առավել հարկավոր պիտի համարվի տղայոց որևէ մի արհեստ իմանալը։ Եթե ամեն ոք աշխատի ամենքի համար, նա դրանով բարեկամական դիրք կբռնի դեպի ամենքը։ Առաջ կգա սեր, միություն, եղբայրություն։ Մի խոսքով, մարդավայել կյանք և երջանկություն։ Արհեստի միջոցով մարդ հնարավորություն կստանա վաստակելու իր հանապազորյա հացը։ Չպետք է զարմանալ, որ Ղազարն արհեստի գովքը իր գագաթնակետին հասցրեց անայդ հոյակապ հեքիաթում, որ սերունդներ է դաստիարակելու իր աշխատասիրության ոգով։ Մանիր, իմ ճախարակ, մանիր սպիտակ մանանչներ, մանիր թելեր, հաստ ու բարակ, որ ես հոգամ իմ ցավեր։ Ձեթ եմ ածել ականջները, նոր շինել եմ շուտվիկ, դեշուր շարժիրն այն թևերդ, ոստեր շինիր սրուլիկ։ Մանիր, իմ ճախարակ, լիսեր նիկըտ պտտիր, մանիր թելեր, հաստ ու բարակ, իլիկիտ վրա փաթաթիր։ Տիգրանիկս որ պահ չունի, հանդ է գնում ոտաբաց, Գաբրիելս չուխա չունի, միշտ անում է սուխ ուլած։ Մանիր, իմ ճախարակ, մանիր սպիտակ քուլաներ, մանիր թելեր հաստ ու բարակ, որ ես հոգամ իմ ցավեր։ Ոչ ժամանակն է կրկնվում, ոչ գաղափարները, ոչ արվեստը, բայց մի բան կարող է կրկնվել, դա վերաբերվում թե դեպի արվեստը և ստեղծագործությունը։ Դրություն կա, որ խոսքերից պերճախոս է, ժողովրդի պատմությունը նրա անկետանը, նրա վկայականը, նրա կենսագրական պատկերը, պատմությունը նրա հասակն է, նրա փորձը, նրա ստեղծագործական ստաժն ու նույնությունը, ամեն ժողովուրդ գալիս է իր պատմությունից։ Արդյոք մի բան հասկանում եք հայից, որքան տարօրինակ, հանելուկային Արարատ, որքան խաբուսիկ, երևույթը ոչ ինքը, բայց և ինչ է ինքը իր նկարագիրը, զուտ աշխատանք, որոնում ես, գտնում, բայց և իսկույն հասկանում ես, որ դա էլ նորից երևույթ էր, անհագից դեմք ունի, չի թողնում նկարես, իր ցեղային պատկերն էլ է տարօրինակ, թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով էլ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքն ամենից համար կարճեց նրան, որքան անհույս է թվում նրա ապագան, բայց և որքան ուսացող է նա։ Ասենք իր կյանքում երկու բան բնավ չտեսավ, մեկ բախտ, մեկ էլ հուսահատություն։ Ինչպես ճանաչես նրան, ինչպես չափես։ Իր չափը չափազանցն է, զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է։ Զավակս, չափազած բարիներ կնշանակի հանձնվել։ Չպիտի հանձնվես զավակս, ծաղիկը որ ծաղիկ է, խոտը որ խոտ է, էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, հուշ ունի։ Հույսը ծով արա, փակված դրանը բացվել կա, ով մարդ։
Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն իր հոգին, ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել, հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ, ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում, իմ խորհուրդը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը, որն իմ հոգին է, ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։ Երաժշտությունը հույզերի լեզուն է, որը խոսում է այն ժամանակ, երբ բառերը լռում են։ Յուրաքանչյուր ստեղծագործություն, լինի գրական թե երաժշտական, անմահ է, եթե ունի բարոյական գաղափար, ջերմացնում է հոգիդ ու լցնում լավատեսությամբ։ Ունկնդրելով տղամարդկանց քայլեր Քալմաստ օպերայից, տղաների մեջ արտանում է առնականությունը, սեր դեպի հայրենիքը, ազատությունը, իսկ հենց դեպի բառը անտարբեր չի թողնի աղջիկներին, իսկ ճկունությամբ, հեզությամբ, եթերային քայլերով։ Դուք կարդացեք Մովսես Խորնացի, Եղիշե, Նարեկացի, Ռաֆի, Ալիշան, Էշիկ Թաշլյան եւ տեսեք, թե ով եք մենք։ Մենք ինչ գիտենք, ինչ է ուզում հայ հոգին։ Մենք վիճաբանում ենք, թե ինչու է օտարն ասում, թե հայը չունի ինքնուրույն երաժշտություն։
Երբ մեր մտավորականությունը ամեն տեղ հայ երկի աման տակ հայերեն բարերով, ռուսական ռոմանսներ, իտալական մեղեդիներ կամ տաշկական բայաթիներ է երկում, էլ ինչու է պետք օտարը գիտենա, թե որն է քո երկը։ Ես պիտի հասնեմ իմ բուն նպատակին, հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեն հայրենի ավերակներին։ Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ է։ Տարիներով ապրել ենք Գևորգյան ժամանում, նույն արկիտակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին։ Եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում, բայց այդ թվում է ինձ ոչ իրական։ Իրական Կոմիտասն ինձ համար լեգենդ է, հեռավոր առասպել, եւ նրա կյանքն ու փառապանց գործը մի ճգնա հրաշապատով։ Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ, եւ դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը։ Անցել է անթիվ ու անհամար, փորձերի եւ փորձությունների միջով եւ չի հասկացել։ Խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից։ Չի ստեղծել զուտ ազգային օրենք։ Միայն միաբանված մենք կարող ենք ճշմարիտ գործ անել։ Մշակույթը զենք է, պատմություն կերտողները մենք ենք։ Սիրեցեք իրար, շատ սիրեցեք, որպեսզի ապրեք։ տեղափոխվենք 21-րդ դար, Վայոց ձոր, Եղեգնաձոր, թիվ 2, հիմնական դպրոց, որ աշակերտները ավարտում են իրենց դպրոցը։
իրենց հիմնական դպրոցը, մշակութային վերջին զանգով։ Հին աշխարհքը ամեն օր 1000 մարդ է մտնում նոր, 1000 տարվան փորձն ու գործ սկսվում է ամեն օր։ Մնացել է բերդը մեզ, հաղթանակի երդը մեզ, անց ենք ացելով կային, հիմի կգա հերթը մեզ։ Անգը թող բարոս
սեպտեմբերին չեմ տեսնելու, բայց եւ հպարտանում եմ։ Նրանք ուրախին են, բարձր բարի։ Այս մարզի, այս քաղաքի, այս դպրոցի, ծնողների պատիվ, նրանում կասկածեմ չունեմ։ Տարբերակել չունեմ, իմ մոտ դասարան թողնել հնարավորություն չեմ տալիս, որ թողնեք իմ դասարան։ Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության ու մշակույթի սպորտի նախարարությանը, որ նման նախաձեռնություն իսկապես մեկնարկեցին։ 24-25 ուսումնական տարին հայտարարվեց կրթամշակութային տարի եւ վերջին զանգ, վերջին դասը որոշեցին իրականացնել նաեւ առաջարկեցին դպրոցներին իրականացնել այս շրջանակներում, այս համակարգում։ Ինձ թվում է ստացվեց մեր աշակերտներին։ Ես շնորհակալ Սա չի կարևոր։ Ամենակարևորը, որ դուք հատում եք կյանքի շատ կարևոր մի շերտ։ Հրաժեշտ եք տալիս մանկությանը, անցնում եք ավելի պատասխանատու ժամանակաշրջան, որտեղ եւ ձեր նպատակները, եւ ձեր աշխատանքները, ձեր ցանկությունները պիտի ավելի պատասխանատու կարողանաք ձեռագրավորել իրականացնել։ Սա դες համար խորհրդանշական օր է նաեւ դրանում, որ այսօր ձեր վերջին դաս միջոցառմանը ներկա են մեր մարզային իշխանության ներկայացուցիչները։ Մարզային իշխանություններ, քաղաքային իշխանություններ, որոնց համար այս դպրոցը եղել եւ շարունակում է միշտ մնալ ուշադրության կենտրոնում բոլոր հարցերի տեսակետից։ Հիշարժան է ձեզ համար այսօր ներկա են ձեր ծնողները, որոնք այս պահին ես համոզված եմ բեմում կանգնած արդեն ակնկալում եք, տեսնում եք նրանց ապագան։ Շնորհակալություն ձեզ այդ համագործակցության համար։ Այստեղ ներկա են մեր քաղաքի, մեր մարզի կրթամշակութային հաստատությունների տնօրենները, ներկայացուցիչները, շնորհակալություն ձեզ, որովհետև ձեզ հետ համագործակցության արդյունքում է, որ իսկապես կարողանում ենք ունենալ այնպիսի սերունդներ, որպեսզի կարողանանք դաստիարակել ամուր մնալ իրենց արմատների։ Շնորհակալություն բոլորին։ Շնորհակալություն սիրելի ուսուցիչներ, ձեր աշխատանքի, ձեր ասեմ կյանքի դասեր տալու։ Այստեղ ներկա են նաև մեր վաստակաշատ ուսուցիչներ, ընկեր Գևորգյան, ընկեր Մարգարյան, ուր եք, ձերավանդույթներն եք մենք շարունակում, ձերավանդույթներն եք մենք շարունակում։ Ամենակարևորը, շնորհակալություն ձեզ, որ այսօր ձեր վերջին դասի մասնակից դարձրեցիք վերնական հայ մտավորականներին, մշակույթային գործիչներին, որոնք մեր ազգային մշակույթի վկաներն են։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն Ընկեր Կարապետյան, հայրենասիրական դասեր տալու, շնորհակալություն ձեզ ազգայինը ամեն ինչից վեր դասելու։ Գիտեք ինչ կա, դա մեկ տարվա ընթացքում կամ մեկ ամսվա չի լինում։ Շնորհակալություն նրանց համար իսկապես միասնությունը, պատասխանատվությունը, իրենց արմատներին հավատարիմ մնալը, որովհետև սիրելիներս, բոլորիս է դա վերաբերում, մեր հայրենասիրությունը միանշանակ մեր միասնության մեջ է, հենարանը դա է, եթե դա միայն հնարավորություն կտա մեզ պահպանել մեր անցյալը, մեր ներկան և շարունակել մեր ապագան։ Շնորհակալություն ձեզ և միշտ ձեզ համար խնդրում եմ ուղղակի նշանաբան դարձրեք ամբողջ կյանքում հայրենասիրությունը, միասնությունը, համախմբումը մեր երկրի ամուր լինելու և կայուն լինելու միանշանակ գաղափարն է։ Շնորհակալություն բոլորին, համբույր եմ, շնորհակալություն։ Կարևոր իսկապես պահին շնորհավորելու խոսք միացելու այո որի մասնելու տեղակալ բարուն Շնորհակալություն Սարգսյան նախ թույլ տվեք ողջունել ներկայացուցիչներին եւ մեր շրջանավարտներին մի պահ պատմական տեքստի հետ գնացի հիշեցի ժամանակաշրջան ես եմ հավաքել միջնակարգ դպրոցը հիշեցի երիտասարդներին նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ գեղեցիկ միջոցառում են կազմակերպել եւ հնարավորություն ունեցան խնդրելու։ Ես ում ձեզ հաջողություն մաղթել
որտեղ դուք ողջունում եք կյանքը, ասում եք արդեն ուղղակի դուք խաղարում եք մեկ թուր և ինքիք գործում հաջորդ թուրը, ես ցանկանում եմ և խնդրում եմ, ողջորում եմ շարունակել կրթվել, միշտ զբաղվել ինքնակրթությամբ, մեջ չեն կրթվել, սավազվել, քանի որ դուք մեր ապագան եք, այս գեղեցիկ չնաշխարհի Հայաստանի Հանրապետության ապագան եք։ Նորը մի ժամանակահատված, երբ որ մեր ներկա սերունդը բոլոր ասպարեզներում, բոլոր բնակավարներում իրենց ներքերը վիճելում ձեզ և մենք ուս ենք պայքարում, որ դուք էլ ավելին լավը պետք է դարձնեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առօրյան և ավելի հզոր ձեր հանրապետությունը։ Հանդես եք գալիս մեր մեծերի անվան տակ, բոլոր մեր մեծերը մեզ ավանդել են և մեզ հաղորդել են այն պոտենցիալը, որ մենք ունենք, և իրենց յուրաքանչյուր ստեղծագործության, լինի երաժշտական, պատմական, հանրաստեղծական, չգիտեմ, յուրաքանչյուր երկրորդ եկեղեցիություն դարձնել, դա ողաբանում է և հույս է ներշնչում, որ հայ ազգի ապագան, որը եկել է տարերի ֆլոքից, միշտ լինելու է ավելի կայուն և ավելի պայծառ։ Կրկին եմ ձեզ շնորհավորել և շնորհակալություն հայտնել մանկավարժական կոլեկտիվին, նմանատիպ սաներ դաստիարակելու, կրթելու համար, ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում, երբեք չընկճվեք, ուսուցի տվեք, ոնց այսպես պարում էիք, ու մենք հաստատ ունենալ ենք լուրջ ձեռքբերումներ։ Շնորհակալություն։ Երախտագիտությունը հայտնել մեր շատ հարգելի, սիրելի դասնեկիր կառավարությանին այս 5 անմոռանալի տարիների ընթացքում բարձր, ինչ ասեմ, այն աշխատանքի համար, որ դուք կատարել եք աշխատանք Գեր Կարապետյան, որ տվել է ոչ միայն գիտելիք, այլ հայրենասիրությունը և արժանապատվությունը իրենց մեջ կրող երեխաներ։ Ահա օրինակ այս գեղեցիկ միջոցառումը։ Շնորհակալ ենք Գեր Կարապետյան, շնորհակալ ենք ձեզ շատ եւ նորից եմ կրկնում, թող ձեր այդ հայրենասիրական ոգին երբեք չմարի եւ մեծ ուժով շարունակեք կրթել մեծ նոր ու հզոր, ավելի հզոր սերունդներ։ Խոնարհում ձեզ, շնորհակալ։ Սա իսկապես իմ խոսքն էր, բայց ուզում եմ ես էլ իմ շնորհակալությունը հայտնել։ Շնորհակալություն իմ շատ սիրելի աշակերտներ, որ մենք 5 տարի ունեցել ենք իրար հետ լավագույն օրերը։ Բարի, երջանիկ, ուրախ, պայծառ։ Շնորհակալություն ծնողներ ձեզ, որ նման դաստիարակված երեխաներ եք ուղարկում դպրոց, որ իսկապես շատ կարևոր է։ Բայց ես առանձնահատուկ ուզում եմ դահլիճում գտնվող 3 հոգու շնորհակալությունը հայտնել, ովքեր եղել են իմ կյանքի տարբեր փուլերում այս դպրոցում։ Իմ առաջին ուսուցչուհուն, ընկեր Գևորգյանին, ունենալու շնորհքը։ Ընկեր Սարգսյան, ձեզ եմ շատ շնորհակալ։ Հավատացիք, ես ձեզնից սովորել եմ մարդկանց վստահել։ Եվ ընկեր Մարգարյան, ձեզ եմ շատ շնորհակալ։
դարձեցիք ուսուցչուհի ձեր նուրբ խորհուրդներով։ Ձեզնից սովորել եմ նուրբ խորհուրդներ տալ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ այդքան ինքնատիպ դառնալու։ Բոլորը շնորհակալություն։